Երասխահունի դպրոցի ուսուցիչներից մեր ջանքեր են պահանջվում այս մռայլ միջավայրում որակյալ կրթությունը ապահովելու եւ երեխաների գեղագիտական ճաշակը զարգացնելու համար։ Դպրոցն անգամ տարրական պայմաններ չունի ու չնայած անհարմարություններին այստեղ գլուխ պահել չեն սիրում։ Փորձում ենք հնարավորինս կրթության որակը բարձր պահել, չնայելով անբարենպաստ պայմաններին։ Դե այստեղ ոչինչ չկա կարելի ասել։ Նույնիսկ մենք լաբորատորիաներ չունենք, որ տարածքի գրեթե բոլոր դպրոցներն ունեն։ Երեխաները մեկ տարի էլ որ դիմանան նոր ու հարմարավետ պայմաններում կսովորեն։ Դպրոցի հարևանությամբ ուսումնական արդի պահանջներին համապատասխան կրթահամալիր է կառուցվում, որը ներառում է իրար կցված 3 մասնաշենք։ Առաջինում երկհարկանի դպրոցն է, երկրորդում նախակրթարանը, իսկ երրորդ մասնաշենքում մարզական ու հանդիսությունների դահլիճներն են։ Բոլոր մուտքերի մոտ նախատեսված են թեքահարթակներ, մանկապարտեզը նախատեսված է 4 խմբի համար, դպրոցում կլինեն բոլոր անհրաժեշտ կաբինետներ, դասասենյակներ, ռոբոտատեխնիկայի, ռազմագիտության եւ այլ բոլոր անհրաժեշտ սենյակները։ Ժամանակակից լուծումներով համալիրը կառուցվում է երկաթբետոնե կաղապարներով։ Շինարարական նյութերը ամրանից մինչև բետոն օգտագործվում են լաբորատոր ստուգում անցնելուց հետո։ Ծրագրի պատվիրատուն տարածքային զարգացման հիմնադրամն է։ Շինարարությունը մեկնարկել է 5 ամիս առաջ։ Հիմնադրամի պատվերով սա միակ կրթական հաստատությունը չէ, որ կառուցվում է Արմավիրի մարզում։ Ունենք 3 մանկապարտեզ, 13 դպրոցի շինարարություն, որոնցից 4-ը կրթահամալիր են, մնացած 9 դպրոցներ են։ Արմավիրի մարզում ունենք նաև 2 մարզադպրոցի շինարարություն։ Այս պահին ընթացքի մեջ է Փարաքարի մարզադպրոցի շինարարությունը եւ շուտով կսկսի Միասնիկյանի մարզադպրոցի շինարարությունը։ Արկադի Կիրակոսյանի խոսքով շենքը սեյսմակայուն է նույնիսկ 9 բալից ավելի երկրաշարժի դեպքում։ Այն նախատեսված է 200 դպրոցականի եւ նախադպրոցական տարիքի 80 երեխաների համար։ Փոքրիկները խաղասենյակներ, իսկ ավագները կրթամշակութային լսարաններ ու լաբորատորիաներ կունենան, բայց մարզում դեռ կան դպրոցներ, որոնք ուշադրություն են պահանջում։ Մենք ունենք, այո, ցավոք սրտի դպրոցներ, որոնք հրատապ լուծում են պահանջում եւ իմ ամենօրյա աշխատանքի մի մասը դպրոցներ այցելելն է եւ գնահատելն է, իմ աչքերով տեսնելն է եւ գնահատելն է, եւ մենք պարբերաբար մեր կառավարության գործընկերներին դիմում ենք, որպեսզի դպրոցները ընդգրկվեն որևէ ծրագրում, առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակներում եւ ի ուրախություն մեծ, բավական մեծ թվով դպրոցներ ընդգրկված են։ Մինչև հերթական դպրոցները կներառվեն կառուցապատման որևէ ծրագրում շինարարությունը Երասխահոնում կավարտվի եւ 2026 թվականի տարեվերջի դպրոցը կտոնի նորամուտը։ Ավարտում տեսքի կբերվի ճեմուղիներով եւ սիզամարգերով կահավորված բակը։ Ֆուտբոլի դաշտն էլ կկառուցվի հին դպրոցի տեղում։ Երեխաները տնտեսություն վարելու հմտություններ ձեռք կբերեն։ Համալիրի տարածքում նաեւ ջերմատուն կհիմնեն։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։